Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք Energy մարզասրահից։ Ես Քնարիկն եմ։ Սիրողական սպորտը մեր գեղեցկության, առողջության, երջանկության եւ ինքնավստահության կարևորագույն աղբյուրներից է։ Մնում է դա գիտակցել։ Եթերում է Մարզվենք միասին հաղորդաշարը։ Իմ հյուրը այսօր Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ է, ջյուդոյի օլիմպիական կարգի մրցավար, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։ 2019 թվականից մինչև 2024 թվականը նա ստանձնել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը։ Իմ հյուրն է այսօր Դավիթ Խիթարյանը։ Բարև ձեզ, պարոն Խիթարյան։ Բարև ձեզ, սիրելի Քնարիկ։ Պարոն Խիթարյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ուրախ եմ ձեզ իմ տաղավարում տեսնել։ Ես նույնպես շնորհակալ եմ Քնարիկ ջան հրավիրելու համար եւ ձեր հաղորդման հյուրը դառնալու համար։ Շնորհակալ եմ։ Պարոն Խիթարյան, եկեք սկսենք սպորտից եւ հասկանանք, թե ինչպես է սկսվել ձեր սպորտային կյանքը եւ ինչ ընթացք է ունեցել այն։ Ամբողջ կյանքս եղել է սպորտի մեջ եւ գիտակցական, կարելի ասել նաեւ մինչեւ հասուն գիտակցական կյանք մտնելը 7 տարեկանից զբաղվել եմ սպորտով, մոտ 1 տարի Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության դպրոցում պարապել եմ գիմնաստիկայով, մարմնամարզությամբ, այնուհետև 8 տարեկանից զբաղվել եմ ջյուդոյով եւ մինչեւ հիմա կարելի ասել սպորտի մեջ եմ, ջյուդոյի մեջ եմ։ Տարբեր կարգավիճակներով՝ մարզիկ, հավաքականի մարզիկ, այնուհետև մարզիչ, ջյուդոյի Հայաստանի հավաքականի մարզիչ, մրցավար օլիմպիական կարգի, այդ թվում նաև ադմինիստրատիվ աշխատանք, երկար տարիներ 2010-ից մինչև 17 թվականը Հայաստանի ջյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, փոխնախագահ եւ նաև սպորտի մեջ եմ որպես կրթության ճյուղ 1992 թվականից դասավանդել եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի սպորտի պետական ինստիտուտում ըմբշամարտի ամբիոնում, այնուհետև 2005 թվականից մինչև 19 թվականը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ֆիզդասիրակության և սպորտի ամբիոնի վարիչ և 2019 թվականից մինչև 24 թվականը արդեն դուք նշեցիք որպես ռեկտոր։ Պարոն Խիթարյան, ընդհանրապես ջյուդոն որպես սպորտաձև ինչ է իրենից ներկայացնում, ինչ կարևոր կանոններ ունի այն։ Ջյուդոն ստեղծվել է 1882 թվականին, օֆիցիալ դա պաշտոնական տարեթիվն է, ջյուդոյի հիմքում ընկած է ջիու-ջիցուն և ջյուդոյի հիմնադիր սենսեի Ձիգարո կանոն նպատակ ուներ ստեղծել մի մարզաձև, որը կընդգրկվի օլիմպիական ընտանիքում։ Նրա գաղափարախոսությունից մեկը նաև դա է եղել և ջիու-ջիցուից հանելով կյանքի համար վտանգավոր հնարքները, հարվածները ստեղծում է ջյուդոյի նոր, այսպես ասած, կանոնակարգը և հետաքրքիր է, որ Ձիգարո կանոն նաև Ճապոնիայում առաջի օլիմպիական կոմիտեի նախագահն է դառնում և փիլիսոփայությունը հիմնականում նաև եւ որ ջյուդոն թարգմանում ենք հայերեն, ստացվում է ճկուն ճանապարհ դեպի հաղթանակ։ Եվ ջյուդոյի հենց փիլիսոփայությունը նաև է, որ հաղթելու համար պետք չէ միայն ֆիզիկական ուժը, այլ նաև ճկունություն եւ ճկունություն ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեվոր, բարոյական այդ ճկունությունը հաղթանակի հասնելու համար շատ կարեւոր է։ Հետաքրքիր է։ Պարոն Խիթարյան, ձեր անցած ճանապարհը եղել է երկար, հետաքրքիր եւ բուռն, դուք ստանձնել եք բազում պաշտոններ, դրանց մասին կարող ենք անվերջ խոսել։ Սակայն ֆիլտրենք եւ խոսենք կարևորներից։ Ինստիտուտում ձեր ղեկավարած տարիներին ինչ կրթական ծրագրեր են ստեղծվել եւ ինչ նոր բաժիններ են ավելացել։ Բնականաբար ովքեր ինձ ավելի մոտիկից են ճանաչում, գիտեն, որ ես իմ բնույթով ռեֆորմիստ եմ, ես սիրում եմ անընդհատ փոփոխություններ, կառավարման եւ համակարգում եւ կրթական եւ նաեւ ինչու՞ չէ նաեւ մարզման մեթոդների ընտրության հարցում, ինչ վերաբերվում է ինստիտուտին, ապա 2019 թվականից մինչև 24 թվականը մեծ ձեռքբերումներ ա ունեցել ինստիտուտը, օրինակի համար նոր ուղղություններից կարամ նշեմ մագիստրատուրայի կրթությունում սպորտային տուրիզմի
կրթական ծրագիրը, կարող եմ նշել հետբուհական կրթությունից մենք կարողացանք ասպիրանտուրական կրթական ծրագրեր իրականացնենք մարդու եւ կենդանիների ֆիզիոլոգիա, որը շատ կարեւոր էր մեր կինեզիստների համար, որպեսզի կարողանան նաեւ գիտությամբ զբաղվել եւ գիտական։ Այո, նոր ինստիտուտի համար նոր ուղղություն է եւ մյուսը սպորտային հոգեբանությունը, ընդհանուր հոգեբանության ճյուղի մեջ մենք կարողացանք ասպիրանտուրական կրթության իրավունք ստանալ եւ նաեւ շատ կարեւորում եմ մասնագիտական խորհրդի ստեղծումը, որով որ ովքեր ուզում են զբաղվեն գիտությունով, նրանք այլևս հնարավորություն ունեն մանկավարժական գիտությունների տեխնացուի կոչումը ստանալ մեր ինստիտուտի մասնագիտական խորհրդում։ Իսկ բակալավրի կրթական ծրագրերում շատ կարևորում եմ ֆիթնես մարզիչի ուղղությունը, որը մասնագիտական մանկավարության կրթական ծրագրում էր, ստացվում էր մի հատ իրավիճակ, որ այսօր ֆիթնես մարզիչի պահանջարկը բավականին մեծ է Հայաստանի Հանրապետությունում եւ գրեթե բոլորը տալիս են ֆիթնես մարզիչի սերտիֆիկատ, բացի միակ մասնագիտական բուհից։ Եվ մեր որոշումը բավականին արդարացված եղավ, որովհետև արդեն երկրորդ տարին ընդունելություն ենք անում ֆիթնես մարզիչի եւ ասեմ, որ ամենապահանջարկված մասնագիտացումներից մեկը դուրս եկավ։ Մյուս ուղղությունը, որ ես կարծում եմ շատ կարեւոր էր, դա ֆիզիկական դաստիարակություն եւ ադապտիվ ֆիզիկական կուլտուրա մասնագիտացումն է, որովհետև ինչպես կառավարություն, այնպես էլ սպորտային բոլոր կառավարման համակարգին մասնակցող մարդիկ քաջատեղյակ են, որ հեռավոր մարզերում, ծայրամասային գյուղերում, շրջաններում մենք չունենք մարզադպրոցներ եւ բավականին խնդիրներ ունենք դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի թափուր տեղերի համար համալրումներ չեն լինում։ Իսկ եւ որ խորքային մենք նայում ենք ինչի համար չեն լինում, որովհետեւ մեր ինստիտուտ մենակ կարող են ընդունվել սպորտային կենսագրություն ունեցող մարդիկ, դիմորդներ, որոշակի սպորտային մասնագիտացումներում, բայց օրինակ վերցնենք Եղեգնաձորի մի հատ գյուղ, եթե դպրոցում չկա, եթե գյուղում չկա մարզադպրոց, մեր ինստիտուտը պետք է ընդունվեն մենակ որեցե մարզաձև պարապելով։ Ստացվում է, որ այդ մարզի երեխաները հնարավորություն չեն ունենում ընդունվելու մեր ինստիտուտ։ Եվ մեր ծրագիրը եղավ, որ դպրոցական նորմատիվներով ֆիզիկական կուլտուրայի հնարավորություն ունենան ընդունվելու մեր ինստիտուտ եւ դառնան ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ։ Եվ հետագայում արդեն վերջնարդյունքում ինչ կստացվեր, եթե գյուղում լիներ ֆիզկուլտուրայի ուսուցիչ, բնականաբար ինքը իր կրթական ծրագրի շրջանակներում ուսումնասիրելու էր տարբեր մարզաձևերի մարզման մեթոդիկային, մրցականոններին եւ այդ դպրոցում կախված իր նյութատեխնիկական բազայից հնարավորություն կունենար արտադասարանային խմբակներով, ասենք բասկետբոլ, վոլեյբոլ, ըմբշամարտի ձևեր, ջյուդո, ծանրամարտ կարողանար խմբակներ բացեր եւ ասենք հերանեկարում մի քանի տարի հետո նոր արդեն այդտեղից մենք կունենայինք շրջանավարտներ տարբեր մարզաձևերից եւ իրանք կստանային մարզչի որակավորում եւ բնականաբար այդ մարզերում, գյուղերում արդեն կզարգանար նաեւ սպորտ։ Իսկ սպորտային գիտությունը ինչ վիճակում է, ինչ խնդիրներ ունի այն։ Ժամանակակից սպորտում առանց սպորտային գիտության զարգացման հնարավոր չէ բարձր արդյունքների նվաճումների հասնել։ Ճիշտ է, մենք ֆիքսում ենք, որ Հայաստանում սպորտային նվաճումները բավականին մեծ տեմպերով առաջ են գնում, բայց ես կարծում եմ, որ մեր պոտենցիալը ավելի շատ է եւ մենք ավելի մեծ հնարավորություններ ունենք։ Կոնկրետ ինչ վերաբերում է սպորտային գիտությանը Հայաստանում, պետք է ասեմ, դեռևս ինքը գտնվում է զուտ հոդվածների մակարդակի։ Այսինքն կիրառելիությունը սպորտային գիտության բավականին ցածր մակարդակի վրա է, խոսքը չի մասնագնում, եթե դու գիտություն ենք մենք ասում, դա հետազոտության արդյունքներում պետք է որևիցե նորարարություն լինի, չէ՞, գիտություն ասելով մենք հենց դա նկատի ունենք։ Իսկ այդ նորարարությունը եթե չի կիրառվում պրակտիկայում, նշանակում է դա դեռևս իր վերջնարդյունքին չի հասել։ Այդ առումով պետք է ասեմ, որ բավականին ձեռքբերումներ մենք եւս ունենք, որովհետեւ մոտ 2 տարի առաջ նախարարությունը մեր առջև խնդիր դրեց, որ մեր հետազոտությունները, գիտական հոդվածները պետք է լինեն այն մակարդակի, որպեսզի բարձր վարկանիշ ունեցող
պարբերականները ցանկություն ունենան տպագրելու մեր հոդվածները, մինչ այդ հիմնականում եղել է ռուսական, ուկրաինական կամ տեղական պարբերականներում տպագրություններ հիմնականում, եւ մենք ինստիտուտի 75 տարվա պատմության մեջ չեր ունեցել որևիցե գիտական հոդված, որը կտպագրվեր, ասենք, Scopus-ում կամ Web of Science պարբերականներում, եւ այս ընդամենը 2 տարվա մեջ մենք արդեն մոտորապես 30 տպագրված հոդվածներ ունենք, իմ վերանշած բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում, իսկ կոնկրետ գիտության մասով ասեմ, որ ի ուրախություն մեզ եւ նաեւ սպորտային գիտության ուրեմն երախտավորներին անցած տարի 2022 թվականին գիտության կոմիտեի կողմից ես եւ իմ աշխատանքային գիտական խումբը ստացանք մեծ դրամաշնորհ, որը վերաբերվում էր ձյուդոյին եւ թեման է ձյուդոն որպես բուլինգի կանխարգելման մեթոդ նախակրթական եւ կրթական հաստատություններում, եթե մի քիչ ավելի մատչելի ասեմ, դա մենք ուզում ենք մեր տեսակետն է, մեր համոզմունքն է եւ կապացուցվի հետազոտության արդյունքում, որ նախակրթարաններում, ասենք մանկապարտեզներում եւ դպրոցներում, եւ որ երեխաները պարապեն ձյուդոյով, ապա այդ ձյուդոյի ազդեցությունը միանշանակ դրական կլինի, գերակտիվ երեխաները ավելի հավասարակշռված կլինեն, խեղճ, պասիվ երեխաները ավելի ակտիվ կդառնան եւ նեյտրալ երեխաները մենք գիտենք, որ նաեւ կան երեխաներ, որոնք անտարբեր են ամեն ինչի նկատմամբ, անտարբեր են, որ իրանց կողքը որից մեկը վատարար քանի, նրանց մեջ էլ հետաքրքրություն կառաջանա, այո, եւ մեր դրամաշնորհի, այսպես ասած, եթե մենք ժողովրդական լեզվով ասենք, հիմնական դրամաբանությունը դա է եւ որ կավարտենք մենք դրամաշնորհային ծրագիրը, արդյունքները կներկայացնենք, արդեն իսկ ասեմ, որ արդյունքները բավականին հետաքրքիր են եւ բարձր հեղինակություն ունեցող պարբերականներում արդեն իսկ ունենք 5-ից ավել տպագրված հոդվածներ մենակ այդ թեմայի շուրջ եւ հույսով եմ, որ ինչպես նշեցի խոսքիս սկզբում, շատ կարեւոր է գիտության, սպորտային գիտության կիրառելիությունը եւ հույսով եմ, որ արդյունքները եւ որ մենք արդեն կվերջացնենք, կհրապարակենք, այդ արդյունքները նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հաշվի առնելով այդ ներդրումները արդեն կգնաց նախակրթարաններ, դպրոցներ եւ արդեն կստանա իսկ կիրառելիություն։ Հրաշալի գործ եք կատարում, ձեզ հաջողություն եք գործում, պարոն Խիթարյան։ Քնարիկ ջան, ուզում եմ նաեւ իմ շնորհակալություն հայտնեմ այդ աշխատանքային մեր խմբին, որոնց ջանքերով մենք կարողանում ենք այդ ծրագիրը իրականացնել։ Շատ լավ։ Պարոն Խիթարյան, իսկ աշխատանքից դուրս ինչով եք սիրում զբաղվել, ինչ նախասիրություններ ունեք։ Աշխատանքից դուրս հիմնական նախասիրություններս դա քայլարշավն է, շատ եմ սիրում սարեր, լեռներ, անտառներ, ձորեր եւ յուրաքանչյուր առիթ բաց չեմ թողում, որպեսզի եւս մեկ անգամ մեր բնությունով ուրախանամ, վայելեմ, ինչու՞ չէ նաեւ լիզքաթափվեմ եւ նոր լիզքեր ստանալով մեր բնությունից կարողանամ իմ աշխատանքս ավելի լավ եւ արդյունավետ կատարել։ Հիմնական նախասիրությունս դա է։ Երբ լեռան գագաթին եք բարձրանում, այդ ինչ եք զգում, ինչ էմոցիա է դա։ Ասեմ, որ դեռևս պրոֆեսիոնալ մակարդակի չեմ ասել այդ առումով, ամենաբարձր գագաթը, որ կարողացել եմ բարձրանալ, դա Արագածի գագաթն է, 4 անգամ բարձրացել եմ։ Ինչ եք զգում։ Ազատություն։ Ազատություն եւ ամենամեծ տպավորությունս եղել է լռությունը, որովհետեւ Արագածի գագաթին ընդհանրապես ձայն չկա։ Իսկ այդ լռությունը շատ կարեւոր է, որովհետեւ խոսալ բոլորը կարող են, բայց ինձ թվում է լռել ոչ բոլորը, նաեւ դա բնությանն է, ճիշտ է գետի ափիներ նստելով չէ, այդ գետի խշխշոցը լսելով էլ էս էներգիա ստանում, բայց Արագածի գագաթին ինձ համար ամենատպավորությունը եղել է դա լռությունը։ Տեսեք, ասացիք ազատություն։ Պարոն Խիթարյան, ազատություն ինչ է ձեզ համար։ Ինքը բավականին խորը գաղափար է։ Բնականաբար ազատությունը դա չի իմ կարծիքով բացարձակ արժեք չի, այսինքն
ինչ էլ ուզում ալի, դու բացարձակ ազատ չես կարող լինել։ Իմ կարծիքով ազատությունը դա սեփական կարծիքդ արտահայտելու համարձակությունն է։ Միայն դա, իսկ այդ ոչ միայն դա։ Հոգեպես էլ ազատությունը կարծում եմ դա ավելի ուժեղ բան է։ Հոգեպես, դե տեսեք, մենք կարանք տարբեր ուղղությունների նայենք, չէ՞, ազատություն որպես քաղաքացի, ազատություն որպես մարդ, ազատություն քո կենցաղում, ազատություն ընտանիքներում, բայց նաև այդ ազատությունը ունի որոշակի մի սահման, որից անցնել այն կողմ, դա ոչ թե ազատություն է, այլ կարծում եմ դրա չարաշահում։ Ճիշտ եք ասում, կարող է տարբեր ուղղություններ ունենալ ազատությունը։ Հիմա եթե վերցնենք պետությունների մակարդակին, չէ, եթե պետությունը անկախ պետություն է, նշանակում է նա ազատ է, բայց արդյոք մեր նման փոքր պետությունները ազատ են։ Դե նույնը մենք նույն անալոգիան կարանք նաև ինձ թվում է մարդկանց, այսինքն դու ազատ ես, դու իրավունք ունես կարծիք արտահայտես, բայց արդյոք դրանից հետո ամեն ինչ ճիշտ ընթացքում է։ Դե չեմ կտրուկ չեմ կարծում, բայց Մոտավորապես այսպես։ Պարոն Խիթարյան, դուք Օձունից եք, Ալավերդիից եք։ Ալավերդին ինձ համար դուք բնությունից խոսեցիք, ես ուզում եմ այդ գաղափարին կցել, իմ ասածը, որ ինձ համար Հայաստանի ամենագողտրիկ վայրերից է։ Օձունի Սուրբ Աստվածածին 5-րդ դարյա Սուրբ Աստվածածին եկեղեցին մեր մշակութային կարևորագույն կոթողներից է։ Դուք շատ գեղեցիկ խոսեցիք բնության մասին եւ ինձ օրինակ շատ հետաքրքիր է բնությունը ինչ արժեք ունի ձեզ համար ու հավատքը ինչ արժեք ունի ձեզ համար։ Լավ ուսումնասիրել եք, ուրեմն իմ կենսագրությունը, այո, իմ ծննդավայրն է Օձունը եւ հայրական կողմից եւ մայրական կողմից Օձունից են։ Ես միայն հպարտ եմ եւ կարծում եմ, որ նաեւ այդ սերը բնության հանդեպ հենց այդ Օձունի չնաշխարհիկ բնությունից է եւ ոչ միայն Օձունի Աստվածամայր եկեղեցին, այլ նաեւ այնտեղ կան հենց այդ Լորվա ձորի մեջ Հորոմամայրը, որը ավելի 5-4 դարի եկեղեցի է, որ ինքը կիսավեր վիճակում է արդեն եւ այնտեղ ոնց որ ասած ուխտատեղի է եւ տրանսպորտային միջոցով չես կարող գնալ, մենակ ոտքով պետք է գնաս։ Ինչ վերաբերվում է հավատքին, միանշանակ քրիստոնեական արժեքները ինձ թվում է պետք է մեզ համար առաջնային լինի եւ հնարավորինս աշխատում եմ այդ արժեքներով ապրել, այլ չեմ ասում, որ որպես եթե քրիստոնեական բանով վերցնենք 20-ից ավել ընտանիքների կնքահայր եմ եւ հարսանիքների եւ կնունքների բնականաբար եթե այդ արժեքներով չապրեի դժվար թե այդ նաեւ այդ պատվին արժանանայի, որովհետեւ դա կարծում եմ, որ քավոր նշանակում են պատվավոր մարդու, ոչ թե պաշտոնավոր մարդու։ Հետաքրքիր է։ Պարոն Խիթարյան, ձեր երջանկության տեսլականը ո՞րն է, երջանկությունը ինչպես եք պատկերացնում։ Դե ազատության պես ինչ որ մի բան է, մենք ասեցինք, որովհետև երջանկությունը բացարձակ ինձ թվում է արժեք չի, այսինքն ինքը պահեր են, որ ինչքան շատ լինեն, այնքան լավ, բայց իմ կարծիքով երջանկությունը դա եռանկյունի է, եւ այդ եռանկյունի մեջ եթե դու այդ բավարարվածության զգացում ունես, այդ եռանկյունի մեջ ինքը այդ էներգիան ստեղծում է, որ դու երջանիկ ես լինում։ Դա առաջին ընտանիքն է, երկրորդը ընկերները եւ երրորդը աշխատանքը։ Աշխատանքը։ Այդ երեք եռանկյունի մեջ ստեղծում է այդ էներգետիկ դաշտը եւ դու այդ երջանկության զգացումները ունենում ես։ Հետաքրքիր է։ Ինչից եք վախենում։ Դե վախը ասեմ, որ դա բնազդ է, դա պաշտպանողական բնազդ է։ Այո, վախենալ պետք է, բայց շատ կարևոր է ինչից ես վախենում։ Ոչ թե վախենում ես թե չէ, այլ ինչից ես վախենում։ Օրինակ ես ինքս վախում եմ մարդկանց նկատմամբ հավատս կորցնելուց։ Իսկ ճակատագրին հավատում եք։ Ճակատագրին
Դե եթե ասում եք ճակատագրին հավատում ես, հավատնել ինչ որ արժեք է, բայց ճակատագրին հավատալը ես sense կմեկնաբանեմ, այսինքն այդ սնոտի ապաշտություն չունեմ, էլի, որ գիտեք առավոտ զարթնեցի տնից դուրս եկա, այս ինչ հարևանին տեսա, ուրեմն օրս վատ է անցնելու։ Այդ ձևի բաներ ես չունեմ, չեմ հավատում, բայց ընդհանուր առմամբ, այո, նախախնամությանը, եթե ճակատագին ու նախախնամությունը նույնն ենք ասում, այո, հավատում եմ։ Եթե այս մարդը մահանում է, դուք հավատում եք, որ դա ճակատագիր է, որ նա մահացել է։ Միանշանակ։ Այդ դա եմ հարցնում։ Միանշանակ։ Այդ դա է ճակատագիրը։ Եվ նենց չի, որ այդ ճակատագրի բերումով ինչ որ եթե վատ բան է կատարվում, պետք չի դրանից մեծ տրագեդիաներ ստեղծել, որովհետև այդ նաև փորձություն է քո համար, որովհետև յուրաքանչյուր դժվարություն, որ հաղթահարում ես, դու ավելի ուժեղ ես դառնում։ Եվ նաև դա վերաբերվում է ձեր ասած, ինչ որ եթե մարդ մահանում է, չէ, դա նաև դու պետք է նայես, որ դա քո համար փորձություն է։ Պարոն Խիթարյան, հաջողության հասնելու համար ըստ ձեզ կարևորագույն հատկանիշը ո՞րն է մարդկային տեսակի մեջ։ Հաջողության հասնելու համար ես անալոգիան կբերեմ սպորտից։ Ինձ թվում է սպորտը եւ կյանքը ինքը շատ անալոգիաներ ունեն եւ եթե սպորտային որևիցե իրավիճակ, process դու կարող ես մեզ մի քիչ գլոբալ փիլիսոփայորեն նայես, դու տեսնում ես, որ այդ ամեն ինչը նաև կատարվում է կյանքում։ Հիմա վերցնենք սպորտում, թե ոնց ես հասնում հաջողության։ Առաջինը դու պետք է ունենաս որոշակի արդեն իսկ տվյալներ դրան հասնելու համար։ Ոչ բոլորը կարան բնականաբար սպորտից հասնել մեծ հաջողությունների։ Խոսքը միայն չի վերաբերվում ֆիզիկական տվյալներին, խոսքը վերաբերվում է նաև կամային որակներին, բարոյական որակներին, հոգեբանական որակներին, իսկ հաջողության հասնելու համար առաջինը պետք է աշխատանք, երկրորդը պետք է գրագիտություն, այսինքն դու պետք է կրթված լինես, դա վերաբերվում է և սպորտին, որովհետև եթե քո մարզիչը կրթված չի, բնականաբար դու արդեն հիմա դի կարաս ասես ճակատագիր էր, չէ, որ ես չգիտեմ, ես ինչ մարզիչի մոտ գնացի պարապելու, այս մեկը ավելի խելացի մարզիչի մոտ գնաց։ Բայց եթե դու կարողանում ես նպատակից հասնելու համար ամեն ինչ անել եւ հաջողության հասնելու համար ամենակարևոր բանը դու պետք է ունենաս նպատակ։ Մի քանի հարցերի պատասխանես։ Ինչի համար ես, ասենք, մարզվում, ինչի համար ես բում սովորում, ինչի համար ես աշխատում, այսինքն այդ ինչի համարի պատասխանը դու քո մեջ դու արդեն պետք է ունենաս, որպեսզի հասնես նպատակ պետք է ունենաս, այո, հաջողության հասնելու համար ամենակարևորը պետք է ունենաս նպատակ, երկրորդը աշխատասիրություն, երրորդը գիտելիք, կամքի ուժ, դե սպորտի մեջ դա արդեն առաջնային, միանշանակ։ Պարոն Խիթարյան, առողջ ապրելակերպի հետ կապված ինչ կարող եք ասել, մարզվում եք, ինչպես եք սնվում, առողջ եք սնվում, անառողջ եք սնվում։ Դե մարզիկների ամենամեծ ինձ թվում է խնդիրն է, որ սպորտը ավարտելուց հետո, սպորտային կարիերան ավարտելուց հետո այդ մեծ ազատության մեջ ընկնելը եւ կարողանալ վերահսկելը, դա իմ ամենամեծ խնդիրն է, եւ այդ խնդիրը պետք է ասեմ նաեւ հենց գիտությունը ստեղ բավականին անելիք ունի, որովհետեւ ստեղ հոգեբանական մեծ գործոններ կան, որ նպաստում են, որպեսզի բարձր հաջողությունների հասած մարզիկները նամանավանդ մենք դրա փորձը ցավոք սրտի ունենք, միջազգային ես ուղղակի մի քանի անուններ չասելով ասեմ, որ հրապարակումներ շատ են եղել, կարիերան ավարտելուց հետո հոգեկան խնդիրներ ունեն, կախվածություն ունեն ալկոհոլից, կախվածություն ունեն նարկոտիկից, դա այս բոլորը ուսումնասիրության դա սպորտը թողնելու ստրեսի մասին է խոսքը, ինքը ստրես չի, ինձ թվում է ինքը ոչ թե ստրես է, այլ տեսեք, բարձր նվաճումների հասնող մարզիկը իր մեջ
սպառելու շատ բաներ ունի, որ ինքը սպառում է, չէ, ասենք այդ էներգիան է սպառում, ինքը ձգտում ունի, նպատակ ունի, այդ ձեր ասած կամք ունի, անընդհատ լարված ստրեսային վիճակներ, առավոտը պետքա հելնի, պետքա մարզվի, մրցումներ, պարապմունքներ, վնասվածքներ, եւ դրանից հետո եւ որ ինքը ավարտում է, իր մոտ դատարկություն է մի բառնում, այդ դատարկությունը լսնելու համար ինչ որ հեշտ նաև միջոցներ են պետք, տեսեք սա ուղղակի սենց ես իմ փոքր կապեցի, որ շատ ուսումնասիրելու կարիք ունի, դե նույնն է մեր, ասենք, իմ կարգի մարզիկները, որը որ ասենք մեծ սպորտային նվաճումներ չի ունեցել, ընդհանրապես Հայաստանի չեմպիոն եմ եղել ձյուդոյից, հավաքականի երկար տարիներ անդամ եմ եղել, սովետական միության առաջնությունների եմ մասնակցել, ուսանողական, սովետական առաջնության 3-րդ մրցանակակիր եմ եղել, բայց այնուամենայնիվ սպորտը թարգելուց հետո դու այդ վերահսկելը շատ դժվար ալնում եւ առաջինը արտահայտվում է քաշի ավելացումով։ Ես ասենք 74 կիլոյով ավարտել եմ սպորտային կարիերաս եւ ընդամենը 1 տարի առաջ 115 կիլո էի։ Հիմա 95 կիլո եմ, բայց ինչ վերաբերում է առողջ ապրելակերպին, ամբողջ կյանքս այդ սկզբունքով եմ գնացել եւ կտրուկ ես օրինակ սպորտը չեմ թարգել, լողով, ֆուտբոլով, սաունան իմ կյանքում ուրեմն իմ կենցաղի մի մասն է սաունան եւ նաեւ ասեցի քայլարշավը եւ այդ քայլարշավը ոչ միայն ես Հայաստանում, այլ իմ մասնագիտական հնարավորություններից ուրեմն օգտվելով աշխարհի շատ երկրներում եմ եղել, 50-ից ավել երևի երկրներում եւ որ երկրում էլ ինչ հնարավորություն եղել է, ես այդ քայլարշավը անպայման ուրեմն փորձել եմ համատեղել նաև աշխատանքի հետ։ Դա ամենամեծ ինձ թվում է առողջ ապրելակերպն է։ Սպորտային туриզմը, հենց հայքինգը, քայլարշավը Հայաստանում շատ զարգացող ուղղվածություններից մեկն է։ Օրինակի համար ասեմ, որ հենց քնարի ջան Արագածը եւ որ բարձանում էի, ուրեմն այդ բարձացողների մեջ ավելի շատ արտասահմանցիներ կային, քան հայեր կային։ Երևի 70%-ը դրսից եկած տուրիստներ էին։ Այո, չեմ զարմանում։ Շնորհակալ եմ, պարոն Խիթարյան, շնորհակալ եմ, այժմ ձեր թույլտվությամբ կարող ենք սկսել։ Սկսենք։ Սկսեցինք, սիրելի հեռուստադիտողներ։ Շնչում ենք, ձգվում ենք եւ կախում մաքսիմալ թուլանում ենք։ Նորից շնչում ենք, ձգվում ենք եւ կախում մաքսիմալ թուլանում ենք։ Ուղղվում ենք, ձեռքերը ուսերին հավասար, գալիս ենք առաջ, գնում ենք հետ, գալիս ենք առաջ եւ կողք, առաջ, հետ, որովայնի մկանները սեղմում ենք ներս, երբ որ գնում ենք հետ, գալիս ենք առաջ, բացեց եւ ավելի արագ։ Ողնաշարը մաքսիմալ ուղիղ, որովայնի մկանները հետ, սեղմած 4, 3, 2, 1 եւ ուսերով սկսում ենք աշխատել դեպի հետ։ Հետ։ Այո, հետ։ Եվ առաջ, պարոն Խիթարյան, առաջ։ Ահա, շրջան ենք նկարում մեծ ամպլիտուդը։ Եվ հակառակությամբ։ Ահա, պարոնոցը տեսեք, ձախ, աջ, ձախ, աջ, 4, 3, 2 և 1, շատ լավ, հիմա փորձում ենք հասնել և բարձրանալ ուղիղ մեջքով հասնել և բարձրանալ 4, 3, 2 և 1, շատ լավ սիրելի հեռուստադիտողներ, հիմա ծնկները վերև մի փոքր սկսում ենք մարմինը տաքացնել, ահա, 7, 6, 5, 4, 3, 2, 1, այնքան որ տաքանում ենք կքանիստ, ահա, շատ լավ, հիշում ենք կքանիստի կանոնները, շնչելով իջնում ենք, արտաշնչելով բարձրանում ենք, հետևում ենք, որպեսզի ծնկները ոտնաթաթերից առաջ չընկնեն եւ մեջքը ուղիղ։ Եվ մեջքը ուղիղ, այո, շատ ճիշտ է, 4, 3, 2,
Եվ 1 ձեռքերը դնում ենք ստեպին, ուղղվում ենք, ահա, և ոտքերը բերում ենք առաջ և ուղղվում ենք, առաջ և ուղղվում ենք։ Մկանները կամաց պատրաստում ենք ուժային աշխատանքին, ևս 4, 3, 2 և 1, պահեցինք, պահում ենք մարմինը ուղիղ, այո, հաշվում ենք 4, 3, 2, 1 և դեպի առաջ։ Այս հրաշք ժապավենների միջոցով, պարոն Խիթարյան, մենք պետք է աշխատեցնենք մեր և ուսագոտու մկանները, և ողնաշարի մկանները։ Տեսեք, կիսում ենք այս ժապավենը, ահա, ձգում ենք, մեջքի մկանները ուղղում ենք ուսերը հետ, որովայնի մկանները սեղմում ենք հետ, ձգում ենք, տանում ենք հետ և բերում առաջ, գնացինք։ Հրաշալի վարժություն է, իմ ամենասիրելի վարժությունների ցանկում է սա, որովհետև հրաշալիորեն աշխատում են մեջքի մկանները, ուսագոտու մկանները։ Եվ տեսեք, պարոն Խիթարյան, մնում ենք հետևում և զսպանակումներ ենք կատարում 8, 7, 6, 5, հրաշալի է, շատ ճիշտ եք կատարում, 4, 3, 2, 1, տեսեք, պարոն Խիթարյան, ողնաշարը ուղիղ է, ժապավենը տանում ենք կողքից կողք, շատ ճիշտ է։ Նորից որովայնի մկանները սեղմում ենք ներս, ուսագոտու մկանները ուղիղ ևս 4, 3, 2 և 1, հրաշալի է։ Ուղում ենք ժապավենը, ձգում ենք, գալիս ենք առաջ և գնում ենք հետ, գալիս ենք առաջ և հետ, առաջ և հետ և վերջին անգամ, առաջ և հետ, պահում ենք, պարոն Խիթարյան, ծալում ենք, տեսեք, և ձգում վերև, ծալում ենք, ձգում վերև, ահա, վերև, ահա, վերև, ևս 4 հաշիվ, ուղղակի մոտ դուդոից մի քիչ մկանախմբեր ուրիշ ձև են զարգացած, և վերջին անգամ, ստոպ, շարունակում ենք ուսագոտու մկանների աշխատանքը, սիրելի հեռուստադիտողներ, տեսեք, արտաշնչելով, պարոն Խիթարյան, ծանրագնդերը բարձրացնում ենք ուսերին հավասար, բացում ենք, փակում ենք և փափուկ իջեցնում ենք, արտաշնչելով բարձրացնում ենք, բերեցինք կենտրոն, շնչելով իջեցնում ենք, շարունակում ենք աշխատել։ Ուսագոտու մկանների հրաշալի վարժություն է սա, սիրելի հեռուստադիտողներ։ Ահա։ ԵՒս 4 հաշիվ, 3 հաշիվ, 2 հաշիվ, պահում ենք, պարոն Խիթարյան, պահում ենք, հաշվում ենք 8, 7, ստատիկ վարժություն է 6, 5, ամրացնում ենք մեր ջլերը, 3, 2, 1, բայց դուք սիրելի հեռուստադիտողներ կպահեք ավելի երկար։ Թուլացնում ենք ուսագոտու մկանները, պարոն Խիթարյան, այսպես, շատ լավ է։ Մյուսը։ Բոլորը ծանոթ վարժություններ են մեզ։ Շատ լավ է։ Սկսում ենք որովայնի մկանների աշխատանքը, կսկսենք սովորական դասական քրանչիսից, դունչը բարձր, հայացքը առաստաղին, պարոն Խիթարյան, ձեռքերը դնում ենք ծոծրակին, արտաշնչելով ձգվում ենք վերև և շնչելով իջնում ենք, պատրաստ եք, պարոն Խիթարյան։ Այո։ Սկսեցինք ստա։ Արտաշնչելով ձգվում ենք, շնչելով իջնում ենք, անընդհատ հիշում ենք, որպեսզի հայացքը լինի առաստաղին։ Շարունակում ենք, պարոն Խիթարյան, 7, 6, 5, 4, 3, 2, 1, ոտքերը ծալվեց և շարունակում ենք քրանչիսի աշխատանքը, գնացինք, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, 8, 7, 6, 5, 4, 3,
2 մեկ ոտքերը ուղղված պարոն Խիթանյան ձեռքերով ձգվում ենք գրկում ենք ոտքերը եւ իջնում ենք գրկում ենք ոտքերը եւ իջնում ենք շարունակեցինք 8 7 6 5 4 3 2 1 եւս ոտ հաշիվ 8 զգում եք ձեր մկանները 6 5 4 3 2 ուսերը պոկում ենք ձեռքերը ծոցրակին տեսեք ուսերը պոկված պարոն Խիթարյան ահա այսպես ուսերը պոկված ձեռքերը ծոցրակին աշխատում են միայն ոտքերը 8 7 6 5 4 3 2 1 8 7 6 5 4 3 2 եւ ստոպ Պարոն Խիթարյան ձեռքերը դնում ենք ուսերի տակ տեսեք ուրեմն հակառակ ձեռքը հակառակ ոտքը ուղղում ենք ահա եւ նորից ծալում ուղղում ենք եւ նորից ծալում ուղղում ենք նորից ծալում ուղղում ենք ծալում եւ պահում ենք կատարում 7 6 5 4 3 2 1 եւ մյուս կողմով ուղղում ենք եւ ծալում ենք ուղղում ենք ծալում ենք ուղղում ենք ծալում ենք չեն մոռանում ուղղում ծափը ծալում ենք եւ պահում ենք կատարում 4 3 2 1 դերեցինք ձեռքերը պարկում ենք որովայնի վրա հիմա տեսեք ձեռքերը դնում ենք դնչի տակ ամբողջ մարմնով ձգվում ենք ալքորով եւս եւ իջնում ենք ձգվում ենք իջնում ենք ձգվում ենք իջնում ենք հրաշալիորեն աշխատում է մեր մեջքի մկանները ցիվելի հրպոտի տողներ եւս 4 հաշիվ 3 2 եւ վերջին անգամ պահում ենք կատարում եւ կրծքավանդակ եւ ուսեր եւ աստրեր պահում ենք ոտքում հաշվում ենք 4 դիվանում ենք պարոն Խիթարյան 3 դիվանում ենք 2 եւ վերջին թվլանում ենք պարոն Խիթարյան ջուդոյի այսպես ասած ձևով եկեք սպասություն ասենք ջուդոն քանի որ հարցեցիք իր գաղափարախոսությունը փիլիսոփայությունը չէ մեր հաղորդման սկզբում եւ ասեմ որ ամենակարևոր բանից մեկը ջուդոյում դա քո մրցակցին հակառակորդին գնահատելն է եւ քանի որ այսօր մենք միասին այսօր մարզվեցինք նաեւ կուզենամ որ ջուդոյի կանոններին համապատասխան իրար շնորհակալություն հայտնենք իսկ դա ռեյն է նստում ենք ծնկների վրա հենվում ենք կրունկներին եւ ձեռքերը առաջ դնելով իրար շնորհակալություն ենք հայտնում ռեյ Շնորհակալություն պարոն Խիթարյան ձեր մասնակցության համար Ձեր մասնակցությունը շատ հաճելի էր ինձ համար շատ հետաքրքիր էր հուսամ դուք էլ հավանեցիք իմ հաղորդումը Այո հավանեցինք եւ խորհուրդ եմ տալիս մեր հեռուստադիտողներին մեր քաղաքացիներին անպայման հետևել Free News-ի եթերում քնարիկ Գրիգորյանի հաղորդմանը մարզվենք միասին եւ լավ հնարավորություն ինձ համար ֆիզիկական ակտիվությունս ավելի ուրեմն բարձր մակարդակի վրա պահել եւ նաեւ ինչու՞ չէ հետաքրքիր զրուցակից եք նաեւ զրուցել միասին սպորտի մասին եւ առողջության առողջ ապրելակերպի ինչ որտեղ նաեւ կյանքի փիլիսոփայության մասին Շնորհակալ եմ պարոն Խիթարյան շնորհակալ եմ Այսօր այսքանը սիրելի հեռուստադիտողներ սիրեք ձեր մարմինը սիրեք ձեր կյանքը գնահատեք ամեն վայրկյանը կհանդիպենք ցտեսություն